Հարգելիներս, այսօր իմ մոտ շատ հետաքրքիր բաղադրիչներ են առկա, հավի սիրտ և հավի կրծքամիս, և եկեք տեսնենք այսօր այս բաղադրիչներով ինչ համեղ ուտեստ կարանք մենք ստանանք։ Հավի սրտիկները ես հոսող ջրի տակ լավ կլվանամ և կդնեմ խաշվելու։ Լավ կլվանամ նաև հավի կրծքամիսը։ Հարգելիներս, մեր հավի կրծքամիսը այսպես մանրացրեցի և մսաղացով կաղամ։ Հարգելիներս, մեր հավի կրծքամիսը ես մսաղացով անցկացրեցի, ավելացրեցի կես գլուխ սոխ, 1 փոքր կարտոֆիլ, 1 հատ ձու, սև և կարմիր պղպեղներ, աղ, չորացրած ցիտրոն և չորահաց։ Եվ այս ամբողջը իրար լավ կխառնեմ և կձևավորեմ կոտլետներ։ Իսկ այստեղ էլ եփվում են հավի սրտիկները, նշեմ, որ մի փոքր հավի համեմունք եմ ավելացրել աղի փոխարեն։ Հարգելիներս, ես սիրում եմ կարագով կոտլետները տապակեմ։ Ասեմ, որ կարագի մեջ ավելի համեղ և հյութալի են ստացվում կոտլետները։ Հարգելիներս, ասեմ, որ եփելու ընթացքում ես սիրում եմ հաճախակի շուռումուռ անեմ կոտլետները, որ հավասարաչափ երկու կողմից էլ եփվի։ Հարգելիներս, մեր կոտլետները արդեն պատրաստ են։ Սոխը ոչ մանր կտրատել եմ, սրտիկները մեր լավ խաշվել են և շարունակենք մեր ուտեստը հավաքելը։ Հարգելիներս, թավան լվացի, չորացրեցի, ավելացրեցի կարագը և կտապակեմ սոխը և հավելեմ, որ սիրում եմ յուրաքանչյուր ուտեստ ես կարագի մեջ եփեմ։ Ներկա պահին մեր սրտիկները այս տեսքը ունեն, ես իրանց մաքրում եմ, այսպես վենա, արտերիա, կլապան նման հատվածները հեռացնում եմ, մեզ մնում է միայն մկանային մասը, որը մենք օգտագործենք մեր ուտեստի մեջ։ Մի փոքր աշխատատար պրոցես է, բայց կարծում եմ արժի։ Մեր սոխառածը ես կհամեմ եմ կարմիր քաղցր պղպեղով և տոմատի մածուկով։ Մի փոքր մեր արգանակից ավելացրեցի, որի մեջ եփվել են մեր սրտիկները և շարունակում եմ տապակելը։ Հարգելիներս, ավելացրեցի մեր սրտիկները, լավ կխառնեմ և մի փոքր իր արգանակից կավելացնեմ և կթողեմ շոգեխաշվի։ Որպես խավարդ կպատրաստեմ բրինձը։ Հարգելիներս, այսօր մենք միասին պատրաստեցինք շատ հետաքրքիր ուտեստ, շատ համեղ, դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։